Ողջույն, ձեզ կարող է հետաքրքրել, թե ինչու եմ ես դիմակով։ Մենք պատրաստվում ենք Վիեննական գալայի։ Հուլիսի 14-ին Կապան-ֆեստի վերջին երեկոն կախարդական է լինելու։ Իմ զրուցակիցները Քուքին և Ռաուլը կպատմեն ինչպես դառնալ այդ կախարդանքի մասը։ Ռաուլ, ինչ է սպասվում մեզ հուլիսի 14-ին։ Հուլիսի 14-ին մեզ սպասվում է Վիեննական դիմակահանդես, որտեղ մենք բոլորս պարելու ենք վալս։ Իսկ մինչ այդ ես գիտեմ, որ ինչ-որ դասընթաց կա։ Այո, նույն օրը, ժամը 4-ին մենք բոլորս կսովորենք պարել վալս Վիեննայի ժամանված 18 բալետի պարողների հետ։ Իսկ եթե ես չեմ հասցնում ցերեկը 4-ին գալ և պարել սովորել, Քուքի ինչ անեմ ես, չգամ պարահանդեսին, թե ինձ համար այլ տարբերակ կա։ Մենք ձեզ հրավիրում ենք պար սովորելու հուլիսի 14-ին ժամը 14-ից 16:00-ին, բայց եթե չեք կարող գալ այդ ժամին, ապա ձեզ սպասում ենք ժամը 20:00-ին, երբ կսկսվի պարահանդեսը։ Մենք ձեզ կսովորեցնենք, թե ինչպես պարել Վիեննական պարահանդեսում։ Ռաուլ, իսկ ինչ հատուկ պահանջ կա այդ երեկոյի համար։ Հատուկ պահանջը լինել հագնված շատ գեղեցիկ, ամենագեղեցիկ շորերով, ինչպես ես և Քուքին, և նաև կրել դիմակ, եթե ունեք դուք դիմակ կարող եք բերել ձեր հետ, եթե ոչ, մենք կտրամադրենք այստեղ։ Իսկ ես կարող եմ մենակ գալ, թե պարտադիր պիտի ունենամ իմ զույգը։ Մուտքը միայն զույգերով է։ Mi amore, ma tutti amore, je t'aime, signorita. Ոչ, Ռաուլ, ոչ։ Պարտադիր չէ գալ սիրած կնոջ կամ տղամարդու հետ, կարող եք պարզապես գալ հակառակ սեռի որևէ ներկայացուցչի հետ, ասենք եղբոր, հայրիկի կամ որդու հետ, կամ պարզապես ընկերոջ։ Սա ոչ թե սիրո երեկո է, այլ վիեննական երեկո, կախարդական երեկո։